Կա առաջին պալատ կամ ներկայացուցիչների պալատ, որը ներկայացում է ժողովրդին, բայց կա նաև բարձրագույն պալատ, որը ներկայացում է ավելի պրոֆեսիոնալ համայնքներին, ավելի պրոֆեսիոնալ կառույցներին։ Այսօրվա տապալված ժողովրդավարության պատճառը ոչ միայն իշխանության ղեկին գտնվող անձանց նկարագիրն է, այլ նաև այդ իշխանության ձևավորման սահմանադրական իրավական հիմքերն են։ Ժողովրդավարությունը դա երկու գայլ է եւ մեկ գառ, որոնք քվեարկում են, թե ինչ են ուտելու նախաճաշին։ Դե պարզ է, չէ՞ ինչ են ուտելու։ Որովհետեւ երբ որ քաղաքական փոքրամասնությունը այդ զենքը չի ունենում ինչ-որ այդ զինված գառի օրինակով, ապա ինքը միշտ մտածում է, որ ինքը կուտվի, կխժռվի, դրա համար էլ շատ արագ շարքերը լքում է, ճամբարը լքում է, գնում է դեպի քաղաքական մեծամասնություն։ Նրանք ովքեր գալիս են իշխանություն, շատ արագ դառնում են հանցագործներ։ Գործում են պետական հանցանքներ եւ հետո մտածում են ոնց իշխանությունը պահենք, որտեղ մեր պետական գործած հանցանքների համար մեզ դատել են։ Այսպիսով մենք ստեղծում ենք երկպալատ պարլամենտի երկրորդ պալատը, որի ներկայացուցիչները պրոֆեսիոնալ համայնքներից են գալիս, ունեն բարձր հեղինակություն, բարձր կրթական ցենզ, անցած ճանապարհ հետագից եւ այդպիսի բարձր հեղինակություն ունեցող մարդկանց ոչ ոք չի կարող ասել գյադեք աչ, գյադեք ձախ։ Արմեն ջան, ի՞նչ է պետք անել, որպեսզի կառավարումը լինի ժողովրդի համար, այլ ոչ թե ժողովրդի հաշվին։ Նայ, խնդիրը հետեւյալում առաջին ինչա պետք լինի, դա պետք է որպեսզի պետության կառավարումը լինի անձնավորված, այսինքն այդ ժողովրդում որ մանդատ է տալի, իմանա ում է տալի։ Այսօր եթե օրինակի համար ես ապրում եմ Նոր Նորքիում, Երևան քաղաքի եւ ինձ արդեն ով է մեր падգամավորը, չգիտեմ, ընդդիմության կողմից, ում է Նոր Նորքի կամ մասիվ բնակիչ ընտրել, ես չգիտեմ։ Ոչ միայն ես չգիտեմ, ամբողջ Հայաստանում չգիտեն, որտեղ մենք քվեարկում ենք ոչ թե մարդկանց օգտին, այլ ինչ որ ցուցակների համար։ Արդյունքում մենք չգիտենք ով է մեր падգամավորը, համայնքում մարզում ապրողը չգիտի ով է իր համայնքապետը, այսինքն կամ էլ ով է այն ավականին, որին ինքը ընտրել է, որը իր հերթին ընտրել է համայնքապետ, այսինքն Հայաստանում վերացել է ուղղակի ընտրությունները։ Մենք ոչ նախագահ ենք ընտրում, ոչ վարչապետ ենք ընտրում, նույնիսկ падգամավոր չենք ընտրում, նույնիսկ ավականի չենք ընտրում։ Այսինքն անհատական պատասխանատվությունը այսօր Հայաստանում բերված է 0-ի։ Հետևաբար այս անձիկ ծառայում են ոչ թե ժողովրդին, այլ ծառայում են այն մարդուն, ով որ իրենց դարձրել է ավականի, դարձրել է падգամավոր, դարձրել է ինչ-որ նախարար, չգիտեմ, եւ այլն, այսինքն տարբեր պաշտոններ, դարձրել է մարդու իրավունքների պաշտպան կամ հանրապետության այսպես կոչված նախագահ, որտեղ ոչ մեկին ժողովուրդը չի ընտրում։ Համարյա ծառայում են, կներես, իրանք ծառայում են հենց այն մարդուն, ով որ իրենց բերեց պաշտոններին դրել է։ Փաստորեն մենք մարդու չենք ընտրում, մենք ընտրում ենք ցուցակներ։ Մենք ընտրում ենք ոչ թե անձանց, այլ ընտրում ենք ցուցակների եւ արդյունքում ասում են, որ սա ժողովրդավարություն է եւ այս մեթոդով նաեւ ժողովրդավար երկրներն են առաջնորդվում։ Իրենց ընտրակարգերն են մարդիկ համամասնական ընտրակարգի պայմաններում ընտրում են ցուցակներ եւ դա նորմալ ժողովրդավարություն է։ Մեզ մոտ ինչ որ առանձնահատկություն կա պարզապես։ Հա, առանձնահատկությունները շատ են, որտեղ նախ սկսենք նրանից, որ ժողովրդավարական երկրներում այդ անցող շեմերը շատ ցածր են։ Օրինակի համար Հոլանդիայում դա 0.67% է։ Այսինքն նույնիսկ 1% չէ, 0.60։ Ինչու է վերցած 0.67, որտեղ իրանք հաշվարկել են, որպեսզի ինչ որ կուսակցություն, որը ներկայացնում է իր տեխնացուները, որպեսզի տեխնացուներից մեկը թեկուզ անցնի, հարկավոր է որոշակի քանակով մարդկանց ձայներ, որը կազմում է ամբողջ ընտրող բնակչության 0.67%։ Հետաբար այնտեղ այսպեսի հասկացություն, որ մեր մոտ է ձայների փոշիացում ուղղակի գոյություն չունի։ Ոչ մի ձայն չի փոշիանում։ Նախ իրենց մոտ այդ համակարգն է, բայց կա նաև էլ ավելի կարևոր համակարգ, բոլոր այդ երկրները, որոնք իսկապես ժողովրդավար են, նրանք բոլորը երկպալատ երկրներ են։ Այսինքն կա առաջին պալատ կամ ներկայացուցիչների պալատ, որը ներկայացում է ժողովրդին, բայց կա նաև բարձրագույն պալատ, որը ներկայացում է ավելի պրոֆեսիոնալ համայնքներին, ավելի պրոֆեսիոնալ կառույցներին։ Եվ այս համայնքները, կառույցները եւ այս երկու պալատները միմյանց կարելի ասել sense վերահսկում են եւ կարողանում են հավասարակշռություն մտցնել։ Մենք շուտով այդ հարցին իհարկե կանդրադառնանք, բայց մի կարևոր բան ճշտենք, ժողովրդին հուզող մի հարց ճշտենք, հետո նոր անդրադառնանք երկպալատ պարլամենտի գաղափարին, որը որ մեր առաջարկներից մեկն է հանրությանը։
Այսպիսով, եթե մենք ասում ենք, որ ընտրենք անձանց պարլամենտական իշխանություն ձևավորելու հարցում, այսինքն ժողովուրդը ընտրի ոչ թե ցուցակ, որտեղ առաջ, երկրորդ, երրորդ համարին կամ չորրորդ, լավագույն դեպքում 10-րդ մինչև 10-րդ համարին մարդը ճանաչի, մնացածին ուղղակի ընտրի։ Եվ այդ մնացած ընտրվողները, ովքեր որ այդ ցուցակով ընտրվում են, նա մարդը երբեք չտեսնի էլ նրանց եւ իրեն կառավարեն։ Այդ իր չտեսած, իր չճանաչած մարդիկ, ովքեր որ հետագից չունեն, ոչ մի նորմալ հետք չեն թողել հանրապետության ժողովրդի կյանքի վրա, այդ մարդիկ կառավարում են երկիրը, այդ մարդիկ նշանակում են դատախազ, դատավորներ եւ այլն։ Բայց մի կներես այնպես խոսք էլի, ասում են այդ մարդկանցից շատերը նույնիսկ իրենց ընտանիքի անդամները լավ չեն ճանաչում ու չեն ընտրի, եթե պետք է։ Բայց իրանք փաստորեն ցուցակներով դառնում են պատգամ։ Հիմա հակառակ պարագան, երբ որ ասում ենք մեծամասնական ընտրակարգով անենք, այսինքն մարդիկ ընտրեն անհատների։ Դա նշանակում է, որ հանրապետության տարածքը բաժանվում է ընտրատարածքների եւ այստեղ տեխնացուներ են լինում падգամավորներ եւ մարդիկ գնում են ընտրում են իսկապես իրենց ճանաչած մարդկանց եւ դրա դրական կողմերից մեկը այն է, որ անհատական պատասխանատվության հանգամանք կա, որ օրինակ, այս ինչ падգամավորը, ասենք Սյունիքի Սիսյան համայնքի կամ Սիսյան եւ Գորիս նայած ինչքան բնակչություն կա, հա, կոնկրետ մարդիկ գիտեն իրենք ում են ընտրել, ում են գործուղել, ինչ խոստումներով եւ այլն։ Սա չի բերում այն վտանգը, որ կարող են շատ փող ունեցողները միայն ընտրվել падգամավոր, որովհետև անհատական մրցակցության պարագայում գաղափարները բնականաբար շատ ավելի քիչ են աշխատում, քան փողերը, քան կարողությունները, քան կապերը։ Շատ ճիշտ անհանգստություն է, ասենց ասեմ, որը նախկինում եղել է։ Մենք տեսել ենք ոնց են մի շարք տեղեր, հենց օլիգարխները եւ այլն կարողացել ենք դեմն առնում падգամավոր։ Խնդիրը հետեւյալում է, մենք նաեւ երկրորդ առաջարկն ենք անում։ Ընտրությունները պետք է լինեն քաղաքական կուսակցությունների համակարգով։ Այսինքն ցանկացած մեկ ով տեխնացիոն առաջադրում ինքը պետք է ներկայացնի որոշակի քաղաքական կուսակցություն։ Ընդհանրապես մենք համարում ենք, որ այդ համակարգը, այս ընտրական քաղաքական կուսակցական համակարգը ինքը ռադիկալ կերպով պետք է փոխվի։ Մեր մոտ այդ առումով մնացել են հին բոլշևիկյան համակարգ, եւ որ կուսակցություններ են ստեղծում, իսկ օրենք ունեն կուսակցությունների մասին, որ ասում որ 300 մարդ պետք է հավաքվի, ինչ որ համագումար անի, կողմ քվեարկի, դեմ քվեարկի եւ պետությունը դա վերահսկում է։ Սա պետության գործառույթը չէ, աշխարհի նորմալ հենց այդ ժողովրդավարական երկրներում անունները մենք նշեցինք, ոչ ոք չունի տենց համակարգեր, որ կուսակցություններ պետք է ստեղծեն եւ այլն եւ այսինքն կուսակցության ստեղծումը դա անհատների, դա քաղաքացիների գործն է։ Թե իրանք ոնց կանեն, ոնց կընտրեն իրենց քաղաքական լիդերը, դա էական չի։ Կարևորը որպեսզի ձեր գաղափարները տարածվեն։ Հիմա նախ պետք է կուսակցական համակարգը ազատականացվի, սկսենք դրանից։ Այսինքն գնալ ինչ որ 300 հոգով հավաքվել, հետո գնալ պետրեգիստրում գրանցվել եւ այլն, դրա կարիքը չկա։ Մենք այդ համակարգն ենք վերացնելու։ Պետք է լինեն նախաձեռնող խմբեր, այս առումով օրինակ հայաքվեն, ինքը շատ լավ մոդել է, շատ լավ աշխատող մոդել է, որը նույնիսկ որպես գրանցված կազմակերպություն չկա, բայց ինքը շատ մեծ հեղինակություն ունեցող կառույց է այսօր եւ ահռելի թվով հետևորդներ ունի։ Նույնիսկ չլինելով ոչ միտեղ գրանցված, ոչ հասարակական կազմակերպություն եւ աշխարհի շատ երկրներ այդ ճանապարհով են գնաց։ Օրինակ եթե դու գնաք Միացյալ Նահանգներ, ասեք հանրապետական կամ դեմոկրատական կուսակցությունները որտեղ են գրացել, որ պետրեգիստրում իրանք զարմանքով ձեզ կնային, որովհետեւ այդպես հասկացողություն չկա։ Դրանք բրենդներ են։ Այսինքն դու կամ ընտրում եք հանրապետական կուսակցության բրենդը կամ դեմոկրատական կուսակցության։ Նույն ձևի ճանապարհով է գնացել հայաքվեն։ Մենք ընտրում ենք բրենդ, որի տակ կա ազգային գաղափարախոսություն։ Այսինքն սա է կարևոր։ Եվ հետեւաբար այն մարդիկ, ովքեր առաջադրում են, նրանք նախ պետք է որոշակիորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ գրանցվեն։ Օրինակ ժամանակին հայաքվեն նախաձեռնող խումբ ստեղծեց, գրանցեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որը ըստ մեր կարծիքով, ըստ մեր առաջարկի, այսինքն ընտրություններին մասնակցելու իրավունք է տալիս։ Այսինքն գրանցված լինել կուսակցություն դեռ բավարար չէ, պետք է դիմես եւ ստանաս իրավունք մասնակցելու ընտրություններին։ Հաջորդ քայլով դու կարող արդեն ներկայացնես քո ցուցակը ըստ տեղամասերի, ասենք թե չգիտեմ, նոր-նորքի օրինակի համար Արմենն Ամանվելյանը ինքը ներկայացնում է հայաքվե կառույցը նոր-նորքի այս ընտրատեղամասումը, որտեղ եւ մասնակցում է։ Այսինքն մարդիկ գալու են ընտրեն Արմեն Մանվելյանին, որը որ պարտադիր ներկայացնում է քաղաքական ուժի, ճիշտ է։ Այո, եւ այդ քաղաքական կառույցի բրենդի տակ է։ Հասկացանք։ Իսկ հիմա եթե պատկերացրեք մի հատ իրավիճակ, ոչ թե Արմեն Մանվելյանը, որը որ գիտնական է, գիտաշխատող է, դասախոս է, այլ լինում է մեկ այլ մարդ, Մենուա Սողոմոնյանը, որը գիտնական չէ, գիտաշխատող չէ,
դասախոս չէ, բայց շատ փող ունի, Օլիգարխ։ ստեղծում է օլիգարխ է, այո, ինքն է ստեղծում է մի հատ նախաձեռնող այդպիսի խումբ կամ ստեղծում է մի հատ նոր կուսակցություն եւ այդպես իր անդամներն էլ տարբեր տեղեր էլի մեծամասնական ընտրակարգով էլի օլիգարխներ են գալիս։ Այդ պարագայում ոնց են կարողանում Նայեք, սրա դիմարել։ սա մի իրավիճակ է, որը այսօր էլ կարող է լինել, այսինքն մեկ կարակուսակցություն ստեղծի լինի օլիգարխ, այսինքն դնի որոշակի գումար եւ ցուցակով մարդկանց առաջադրի եւ մնա։ Այսինքն այս դեպքում թե առաջին թե երկրորդ դեպքում այս մեծահարուստի ֆակտորը աշխատում է։ Սակայն դրան կա վերահսկման մեխանիզմներ, այսինքն սա արդեն կապ չունի դու մեծամասնականով ես թե համամասնականով ես։ Մեծամասնականը այն առավելությունը ունի, որ հա կարող է այդ օլիգարխը այդ տեղում կարողանա ընտրել, բայց իր կուսակցության մյուս անդամները շատ մեծ խնդրեմ կունենան անցնելու համար, որովհետեւ ամեն ընտրատեղամաս ունի իր ընտրազանգվածը, իր սպეციფიკան, իր մոտեցումները եւ իրանք ցանկանան իրանց թաղամասից որից է մեկին տեսնեն, որը շատ հայտնի անուն է, որը այդ ընտրատեղամասում որոշակի անուն ունի, հեղինակություն, այսինքն միշտ կա այն ընտրազանգվածը եւ Հայաստանում դա միշտ որը ընտրել է ոչ թե ելնելով սա օլիգարխ է, սա հարուստ է, սա չէ, այլ ելնելու գաղափարից։ Այսինքն այս մարդը պատրաստ է կամ այս քաղաքական կուսակցություն ներկայացնող Մենուա Սողոմոնյանը պատրաստ է արդյոք իրենց շահերը առաջ տանելու, որտեղ իրանք նախ այստեղ երկու վստահություն կա։ Իրանք վստահում են այդ ուժին, որտեղ այդ բրենդը իրանք այդ գաղափարախոսությունը այդ բրենդի տակ իրանք համար հաճելի։ Երկրորդ իրանք վստահում են անձին։ Այսինքն սա կրկնակի վստահության խնդիր ենք մենք առաջ քաշում։ Ասում են կրկնակի վստահություն են։ Իսկ ժամանակի ընթացքում մի քանի ընտրություններից հետո, եթե այդ բրենդները կայանան, ապա մենք հստակ կիմանանք, որ այս քաղաքական ուժը այս անվան տակ որոշակի ընտրազանգված ունի, իսկ եթե դրանը գումարվում է անհատը, որը այդ տեղամասում շատ լավ հեղինակություն ունի, ապա նրա անցնելը եւ ներկայացնել այդ ընտրատեղամասը արդեն կոնկրետ խորհրդանում շատ ավելի է մեծանում։ Շատ լավ, հիմա գանք այս մյուս հարցին, որի մասին քիչ առաջ խոսեցինք, երկպալատ պարլամենտ, հայակվե միավորումը վերջերս քաղաքական հայտ ներկայացրեց, ստեղծելով հայկական քվե կուսակցությունը նաև եւ բազմաթիվ հետաքրքիր եւ ողջամիտ իրատեսական մշակված մտածված մասնագետների հետ քննարկված առաջարկներ ներկայացրեց հանրությանը եւ անհրաժեշտ է այդ առաջարկները բացել մանրամասն քննարկել, հասկանանք։ Այդ առաջարկներից մեկը կայանում է նրանում, որ մենք ուզում ենք ունենալ երկպալատ պարլամենտ եւ երկպալատ պարլամենտ ունենալով այդ մեխանիզմով մենք կարող ենք հնարավորություն ստեղծել ունենալ աշխատող ժողովրդավարություն, քանի որ այսօրվա տապալված ժողովրդավարության պատճառը ոչ միայն իշխանության ղեկին գտնվող անձանց նկարագիրն է, այլ նաեւ այդ իշխանության ձևավորման սահմանադրական իրավական հիմքերն են։ Եվ հիմա այսպիսով ինչու եւ ինչպես երկպալատ պարլամենտը կարող է նպաստել իրական աշխատող ժողովրդավարություն ունենալուն։ Նայ, մինչև ուղղակիորեն պատասխանելը քո հարցին, ասում եմ մի հատ հայտնի խոսք կա, որ ժամանակին ասել է Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկը Բենջամին Ֆրանկլինը, որն ասում էր, որ ժողովրդավարությունը դա երկու գայլ է եւ մեկ գառ, որոնք քվեարկում են, թե ինչ են ուտելու նախաճաշին։ Դե պարզ է, չէ, ինչ են ուտելու։ Այո, իհարկե։ Կամ այլ կերպ ասած, դա քաղաքական մեծամասնությունը, որ իր առջև նպատակ է դնում քաղաքական փոքրամասնությանը խժռելու։ Ու եթե մենք նայենք մեր 35 տարվա պատմությունը Հայաստանի, կտեսնենք դա միշտ էլ աշխատել է։ Այսինքն, երբ որ ՀՇ-ն եկե իշխանության, ինքը կերավ կոմունիստներին, երբ որ հանրապետականը եկավ, կերավ ՀՀՇ-ին, ԿՊ-ն եկավ, կերավ հանրապետական, ու այս գործընթացը անդադ շարունակվելու է։ Բայց Բենջամին Ֆրանկլինը նաև դրա լուծումներ առաջարկում, ասում էր իսկ ազատությունը դա ասում է զինված այդ գառնը, որը համաձայն չէ, որ իրեն ուտեն, այդ ընտրությունը։ Այսինքն այլ կերպ ասած, իրական ազատությունը դա այն քաղաքական ինստիտուցիոնալ քո իրավունքներն են, որոնք գործող քաղաքական մեծամասնությանը հնարավորություն չի տա քեզ խժռելու։ Հիմա այդ երկրորդ մեխանիզմը Հայաստանում երբեք չի եղել, որովհետև այդ ինստիտուտները երբեք չեն աշխատել օգուտ քաղաքական փոքրամասնությանը, քաղաքական ընդդիմությանը։ Ներողություն, այսը շատ կարևոր է, եւ որովհետեւ երբ որ քաղաքական փոքրամասնությունը այդ զենքը չի ունենում, ինչ որ այդ զինված գառի օրինակով, ապա ինքը միշտ մտածում է, որ ինքը
կուտվի, կխժռվի, դրա համար էլ շատ արագ շարքերը լքում է, ճամբարը լքում է, գնում է դեպի քաղաքական մեծամասնություն, չէ՞։ Հա, այդ ճամբարափոխության այդ գաղափարը դիցել է Արմետավազքի, գալիս, որտեվ իրանք անպաշտպան են, անդադ դրա փայլն օրինակը հենց հիմա է, էլի, ոնց ենք տեսնում ընդդիմության ինչ հետապնդումների ենթարկում, ձերբակալում են բոլոր մարմինները պետական օգտագործում են այդ մարդկանց նկատմամբ տարբեր տեսակի տնտեսական, քաղաքական, չգիտեմ, քրեական հետապնդումներ իրականացնելու համար։ Այսինքն եթե մարդ ինչ որ բիզնես ունի, մեկ է տենում ես պետեկամուտների կոմիտեն ամեն օր իրենց դռանը նստում է, բիզնեսը ստուգում է, հետո ճնշումներ են գրում, կա բիզնեսը կփակենք, եթե քաղաքական Հայաստան չփոխ։ Այսինքն սա հենց այդ ինստիտուցիոնալ համակարգի բացակայության մասին է խոսքը։ Հիմա գանք մենք ինչ ենք առաջարկում, ինչ ինստիտուցիոնալ համակարգ ենք Նայեք, հայակներն այստեղ առաջարկում են գնալ այն ճանապարհով, որն է երկրորդ պարլամենտական երկպալատ համակարգի ստեղծման։ Երկպալատ համակարգը հենց հնարավորություն կտա, ասենց ասեմ, տարանջատել քաղաքական իշխանությունը, պետական իշխանությունը։ Փորձեմ սա բացատրել։ Քաղաքական իշխանությունը դա այն իշխանությունն է, որը քաղաքական կուսակցությունները ձևավորում են ընտրվելով եւ մտնելով խորհրդարան։ Պետական իշխանությունը դա այն մարմիններ են, որոնք պետք է ունենան անկախության բավականին բարձր մակարդակ եւ ուղղակիորեն չի ենթարկվեն խորհրդարանական մեծամասնությանը, որտեղ իրանք միշտ օգտագործելու են այդ պետական համակարգեր կամ այդ պետական ինստիտուտները քաղաքական փոքրամասնությունը ճնշելու համար։ Դա իրանք sense ասեմ գենի մեջ դրած է։ Անկախ նրանից դա Հայաստանում լինի թե նույն Միացյալ Նահանգներում։ Միշտ է գայթակղություն կա իշխանությունը պահելու համար, դիմել ճնշումների, օգտագործել պետական իշխանության աբսոլյուտ իշխանություն, սա բանը բարոյալքում է ցանկացած անձին, առավել եթե այդ անձը բարոյական ոչ մի նորմեր էլ չունի, այսինքն դե բարոյալքելու բան չկա։ Այսինքն մենք ինչ որ պիղծ անձի ենք տվել իշխանությունը եւ այդ տենում ենք այդ մարդը ինչեր է անում, ոնց անում ու անպատիժ է անում, որովհետեւ նայեք, այս բացարձակ աբսոլյուտ իշխանությունը բերում է նաեւ երկրորդ հանգամանքին, նրանք ովքեր գալիս են իշխանության, շատ արագ դառնում են հանցագործներ, գործում են պետական հանցանքներ եւ հետո մտածում են ոնց իշխանությունը պահենք, որովհետեւ եթե իշխանությունը չկորցնենք, ապա մեր պետական գործած հանցանքների համար մեզ դատելու են։ Այսինքն պետական համակարգը ցավոք սրտի այստեղ նաեւ դարձել է հանցագործ դառնալու ուղի։ Հիմա դրա դեմ առնելու համար պետք է որպեսզի պետական ինստիտուցիոնալ համակարգերը չգտնվեն քաղաքական մեծամասնության վերահսկողության ուղղակիներ։ Եվ դա համար է ստեղծում է երկրորդ պալատը, որը որոշակի ազդեցություն պետական իշխանությունն է, բայց չունի կախվածություն քաղաքական իշխանությունից։ Եվ օրինակի համար արևմտյան եվրոպական բոլոր երկրներում այդ համակարգերը գործում են։ Հյուսիսից մինչև հարավ, էլի, չգիտեմ, սկանդինավյան երկրներից մինչև Իսպանիա։ Այսինքն մենք մեր պարլամենտում ստեղծում ենք երկրորդ պալատ, որի անդամները ոչ թե ընտրվում են ուղղակի հավասար քվեարկության արդյունքում ժողովրդի կողմից ընտրությունների մասնակցության միջոցով, այլ ընտրվում են տարբեր մասնագիտական համայնքների, կառույցների, ստեղծագործական միությունների կողմից հաշվի առնելով այդ մարդկանց հեղինակությունը իրենց կառույցների ներսում, հանրային հեղինակությունը, աշխատանքի նկարագիրը, անցած ուղին, կրթական ցենզը, էլ ինչ ցենզ։ Այդտեղ շատ բավական տարիքային ցենզը, խիստ ցենզեր են դրվելու, ինչը շատ կարևոր է, որտեղ այդ մարդը պետք է իսկապես մեծ հեղինակություն վայելի, որը ինքը ժառանգում է միայն տարիների ընթացքում, այսինքն դու չես կարող 25 տարեկանում ունենաս այն հեղինակությունը, որը ասենք այլ մարդ ունի 55 տարեկանում։ Միաժամանակ նաև պետք է հասկանանք, այս մարդը ունի արդյոք 55 տարեկանում այդ հեղինակությունը։ Եվ ահա իսկապես տարբեր իրանք նույնպես ընտրվում են։ Այլ բանա, որ իրանք ընտրվում են որոշակի պրոֆեսիոնալ համայնքների կողմից, որը ավելի մասնագիտացված է, որը ինքը իր միջից առաջ է քաշում նրանց, ովքեր ունեն նախ համապատասխանում են այդ ցենզերի կրթական, աշխատանքային, տարիքային, հետագայի համար մենք տեսնում ենք նաև, որ այդ մարդիկ նաև պահեստազորային սպաներ լինեն եւ այլն եւ այլն։ Այսինքն համապատասխան թե ոչ եւ այդտեղը եւ օրինակով բանանենք Մանվելյան ջան, ասենք օրինակ, որ հասկանալի լինի, թե ինչ պրոֆեսիոնալ համայնքներ պետքա իրենց ներկայացուցիչներին գործողեն այդ երկրորդ պալատը։ Նայեք, դրանք կարող են լինել տարբեր համայնքներ, դրանք կարող են լինել եւ պետական ինստիտուտներ, եւ կարող են լինել մասնավոր համայնքներ։ Օրինակի համար դա կարող է լինի եւ դատախազությունը, որը պետք է լինի անկախ, եւ դա կարող է լինել փաստաբանների պալատը։
երկու իրար հակադիր մարմիններ, մեկը պետական է, մյուսը ոչ պետական։ Գրողների միություն օրինակ կարող է լինել։ Կարող է լինել, այլ տարբեր Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական գիտությունների ազգային ակադեմիան կարող է լինել եւ այլն, տարբեր մարմիններ կարող են լինել։ Բայց ինչու բերեցի դատախազության եւ փաստաբանների պալատի օրինակը, որտեղ սրանք կարելի ասել միմյանց ժամանակ առ ժամանակ դատարաններում իրար դեմ, ասենց ասեմ, իրավական պայքար մղող կառույցներ են, որոնք կարող են իրենց համայնքի ամենահայտնի մարդկանց, որոնք այդ պահին արդեն անցել են թոշակի կամ պատրաստում են անցնել թոշակի, որոնք բավականին երկար ժամանակ մեկ աշխատել է դատախազությունում եւ ունի մեծ ծառայություն եւ մեծ հեղինակություն դատախազական աշխատել։ Մյուսը փաստաբանական իր կարիերայում շատ փայլուն աշխատանք իրականացնել եւ մեծ հարգանք եւ այլն փաստաբաների իր գործընկերների կողմից, այսինքն այս կառույցները կարող են առաջադրել ներքին ընտրության համակարգով իրենց ամենահեղինակավոր մարդկանց, կարող են մի քանի հոգուց ընտրեն նրանց, այդ ընտրական համակարգն ինքը պետք է վերահսկի շատ խիստ կերպով, դրանք պետք է լինեն օրենքի տարին համաձայն եւ հատուկ օրենքները պիտի լինեն, թե ամեն համայնք ոնց է ընտրում, որը նույնպես պետք է վերահսկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը վերջո պետական մարմնի ձևավորման այո, որտեղ խոսքը գնում է պետական մարմնի ձևավորման մասին։ Եվ մենք օրինակի համար մեր այս համակարգում, որը կառուցում ենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովում շատ մեծ կարևոր դեր ենք հատկացնում, որը չպետք է լինի քաղաքականացված, ինչպես է այսօր, ինքը շատ պրոֆեսիոնալ, բարձրակարգ պրոֆեսիոնալներից կազմված մարմին պետք է լինի։ Այդ դրանից է կանդրադառնանք, Արմեն ջան։ Հիմա շատ կարևոր է այս հանգամանքը մի հատ այսպես ֆիքսենք։ Այսպիսով մենք ստեղծում ենք երկպալատ պարլամենտի երկրորդ պալատը, որի ներկայացուցիչները պրոֆեսիոնալ համայնքներից են գալիս, ունեն բարձր հեղինակություն, բարձր կրթական ցենզ, տարիքային որոշակի ցենզ, անցած ճանապարհ հետագից եւ այդպիսի բարձր հեղինակություն ունեցող մարդկանց ոչ ոք չի կարող ասել գյադեք աճ, գյադեք ձախ։ Ոչ ոք չի կարող խարացնել այդ մարդկանց։ Իրանք նաև քաղաքական մարդիկ, այսինքն քաղաքական կուսակցություններ չեն ներկայացնում։ Այո, սա էլ է կարևոր պայման։ Սա շատ կարևոր է, որպեսզի պարլամենտի անդամների նկատմամբ չլինի WhatsApp-ով ուղղորդված քվեարկություններ, չասեն նրանց հետ կապված այսպիսի արտահայտություն, ականջից բռնեցինք, բերեցինք, նշանակեցինք падգամավոր։ Սա պարլամենտական համակարգի հեղինակությունը բարձրացնող առաջարկություն է։ Հա, միանշանակ սա կարևոր առաջարկություն, մանավանդ այս, որտեվ այն ինչ որ դու ասում ես, նույնիսկ եթե մեծամասնականով անցկացնենք, բացառված չի որ կրկնվի։ Բայց երբ որ դու ունես երկրորդ պալատը, որը կարողանում է վերահսկել այն օրենքները, որը մեծամասնականով ընտրված կամ կուսակցական համակարգով առաջին պալատը ուղարկում է վերև, որը պետք է վերջնական հաստատում տա, ինքը կարող է օգտագործել վետոյի իրավունքը, որտեղ նկատում է, որ դա հակասում է գործող սահմանադրությանը։ Սա հակասում է նաև որոշակի, չգիտեմ, ասենք թե քրիստոնեական բարոյական համակարգին եւ այլն, այսինքն սեղ այդ նորմերն էլ կարող են լինել տարբեր բացատրություններով, հաշվի առնելով նաեւ մեր հայկական ինքնության սպეციფիկան։ Դա հակասում է հայկական ինքնությանը, դա որոշակի վտանգ է ներկայացնում։ Այսինքն դա կեղծ գաղափարներ, չգիտեմ, իրական Հայաստան եւ այլն չկա։ Հիմա մի բան կարևոր բարձենք։ Ինչ են անելու այս մարդիկ։ Եկան պարլամենտ, նախ մեր առաջարկի մեջ, հայակվեի առաջարկի մեջ մենք անպայման ասում ենք, որ երկրորդ պալատը լիազորությունների ժամկետը պետք է լինի ավելին, քան առաջին պալատի լիազորությունների ժամկետը։ Դա էլի անկախության որոշակի հանգամանք է։ Այսինքն, եթե դիցուկ օրինակ առաջին պալատի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների պալատի ժամկետը 4 տարի է, դիցուկ, ապա երկրորդ պալատի, որը որ մենք պայմանականորեն անվանում ենք հայոց տուն, հղում անելով մեր Շահամի Շահամիրյանին, որը մեր հայկական իրականության մեջ, որոգարդ փառացով առաջին սահմանադրության հեղինակն է հանդիսացել, ապա հայոց տան անդամները 6 տարի, օրինակ առաջարկում ենք, որ 6 տարով են ընտրվելու, եւ եկան ընտրվեցին հեղինակավոր մարդիկ, եկան նստեցին։ Ինչ են անելու այս մարդիկ։ Նայեք, մինչև ինչ են անելու հարցին պատասխանել այդ ժամկետների մասին, սա շատ կարևոր է։ Այո, իհարկե։ Որտեղ մենք նաև, գիտեք, այսօր խորհրդանը գործում է 5 տարի, մենք առաջարկում ենք իջացնել 4 տարի, սա մեկ։ Ինչու՞։ Սա դա եմ ուզում բացատրեմ։ Տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես գործում են շատ ավելի երկար։ Մենք էլ դա առաջարկում ենք իջացնել 3 տարի։ Բացատրեմ ինչու։
ժողովրդավարությունը հիմնված է ոչ միայն գաղափարների վրա, այլ նաև պրակտիկայի վրա։ Ինչ է սա նշանակում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանում 2 տարին մեկ անգամ պետք է ընտրություններ լինեն։ Սա շատ կարևոր է, որպեսզի բնակչության համար բնակչությունը սկսի ժամանակի ընթացքում հասկանա ու վստահի ինքը իրեն, ու վստահի, որ ինքը կարող ընտրությամբ իրավիճակ փոխի։ Որտեղ ցանկացած ընտրություն այսօր Հայաստան, որ տեղի ունենում 5 տարին մեկ անգամ, դա որոշակի ստրեսային իրավիճակ է բերում։ Օրինակ հիմա Հայաստանը գնալով մտնում է այդ ստրեսային, առանց դրա ինքը բավական լուրջ դեպրեսիվ ստրեսային իրավիճակի մեջ է։ Հիմա այս ընտրությունը ստրեսը ավելացնում է։ Որպեսզի այդ ստրեսը, ասենց ասեմ, կայունությունը բարձրացնենք, մենք գտնում ենք, որ բնակչությունը պետք է 2 տարին մեկ անընդհատ ընտրությունների մասնակցի։ Սա բերում է շատ լավ պրակտիկայի, որ իրանք հասկանում են, առաջին, որ իրանցից շատ բան է կախված մեկ, իրանք են որոշում ով է իրանց համայնքի ղեկավարը, ով է իրանց հանրապետության ղեկավարը, ով է, չգիտեմ, եթե իրանք ինչ որ պրոֆեսիոնալ համայնքի անդամ են, այ բարձրագույն պալատի ղեկավարը, անդամները եւ այլն եւ այլն։ Այսինքն 2 տարին մեկ անընդհատ ընտրություններին մասնակցելը եւ նաեւ բերում է քաղաքական գրագիտության բարձրացմանը։ Եվ ընտրությունների ինստիտուտի արժեքի բարձրացումը։ Այո, եւ ինստիտուտների ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը։ Օրինակ հիմա տենում եք, չէ՞, մարդկանց մոտ ինչ ցածր վստահություն է, արդյոք ընտրություններով հնարավոր է ինչ որ բան փոխել Հայաստան։ Այս հարցը ամեն օր մենք լսում ենք։ Այդ հարցի պատասխանը նաեւ նրա մեջ, որ 2 տարի մեկ անընդհատ մասնակցելով շատ լավ պրակտիկա են ձեռք բերում, շատ լավ հասկանում են ոնց է քաղաքական համակարգը աշխատում։ Դա ոչ թե 5 տարին մեկ են գալի, այլ 2 տարի մեկ անընդհատ փոփոխություններ դժգոհ են տեղական ընտրություններից կամ կառույցի աշխատանքից գնում են եւ փոխում են, դժգոհ են խորհրդարանից եւ նրա падգամավորների աշխատանքից փոխում են, դժգոհ են վերին պալատի աշխատանքից փոխում են, այսինքն սա նաեւ բնակչության եւ գիտակցության եւ քաղաքական, ասենց ասեմ, գրագիտության բարձրացման ուղղված կարևոր քայլ է, որը իդեպ նորից մեր հայտնագործությունը չի, շատ ակտիվ կերպով արևմտյան երկրներում օգտագործվում։ Շատ լավ, հիմա գանք իրավասություններին։ Երկրորդ պալատի Հայոց տան իրավասությանը եկան այդ մարդիկ, ընտրվեցին երկրորդ պալատի անդամներ, падգամավորներ, հեղինակավոր մարդիկ հավաքվեցին։ Հիմնական իրավասությունը սա գործող քաղաքական համակարգի երկուսն է, սա նախ այն օրենքները, որոնք ընտրվում է առաջին պալատի կողմից, նրա նկատմամբ որոշակի վերահսկողությունն է, որ ինչքանով են դրանք համապատասխանում երկում գործող սահմանադրությանը կամ հիմնական օրենքներին։ Արդյոք դրանք մտնում են հակասության մեջ, թե չեն մտնում։ Արդյոք դա խարխլում է այն հարցերը կարևորագույն, որ կան, որոնց մասին խոսացինք, դա ինքնության, մարդու իրավունքների, այդ ազատությունների խնդիրներն են եւ այլն։ Բայց կա նաեւ երկրորդ ու ամենակարևոր գործառույթը։ Մենք առանձնացրել ենք 9 մարմին, որոնք պետք է լինեն բացարձակ անկախ գործող քաղաքական ռեժիմներից։ Անկախ նրանից ով կլինի այդ այսօր սրանք են, վաղը կարող են մենք են գալիս իշխանության երրորդ անգամ 4-րդ իշխան, բայց անկախ նրանից ովքեր կան մարմիններ, որոնք պետք է լինեն անկախ։ Չպետք է ենթարկվեն քաղաքական իշխանությանը, նրա, չգիտեմ, կապրիսներին, նրա ցանկությանը։ Ին այդ մարմինները դա հենց առաջին գլխավոր դատախազությունն է։ Դատախազությունը չպետք է լինի նրանց վերահսկողության ներքո։ Դա, ասենք, նույն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է։ Մենք կարծում ենք ու մենք առաջարկում ենք նաև քննչական կոմիտեն լինի այդ մարմիններից մեկը, որը այսօր իդեպ չկա։ Ինչու համար չկա, որովհետև սա շատ լավ գործիք է քաղաքական ընդդիմության նկատմամբ հետապնդել։ Նույն հանցագործությունը իրականացնում է քաղաքական իշխանության ներկայացուցիչը, քրեական գործ չի հարուցվում։ Նույն հետ թեմայով առերևույթ հանցագործություն, պարզապես մի հատ էսպիսի հաղորդում է լինում, միանգամից քրեական գործը հարուցվում է ընդդիմադիր անձի կամ այլ անձի նկատմամբ։ Բառացիորեն մի օր առաջ ինչ որ կնոջ էին ձերբակալը, որը ընդդիմադիր գրառման համար իր Facebook-յան էջում։ Այսինքն մենք տասնյակ նմանատիպ ատելության քարոզով գրառումներ ենք տենում գործող ռեժիմի եւ նրա սատելիտների կողմից ու երբեք չենք տեսել որովհետեւ մեկի նկատմամբ քրեական գործ։ Ինչու, որովհետեւ քննչական կոմիտեն անմիջապես ենթարկվում է վարչապետին, այսինքն ինքը քաղաքական իշխանության ատանցիալն է։ Այո, ինքը ընդհանրապես քաղաքական գործող քաղաքական ռեժիմի ծառան է եւ ծառայում են նրանց ոնց կուզեն հենց է կանեն։ Հիմա մենք գտնում ենք, որ քննչական կոմիտեն նույնպես պետք է անկախության բարձր մակարդակ ունենա եւ ինքը չպետք է լինի վերահսկելի քաղաքական իշխանության կողմից։ Դրա մեջ կոմիտեին չպետք է նշանակի ներկայացուցիչների պալատը կամ վարչապետ առավել եւս։ Այո, որովհետեւ նաեւ գտնում ենք, որ
հենց այս մարմինը, այս երկրորդ պալատը, որը շատ ավելի պրոֆեսիոնալ է կազմված, ինքը պետք է այս մարմինների ղեկավարներին նշանակի եւ կազմավորման համակարգին աշխատի։ Այսինքն անկախ քաղաքական իշխանությունից ով կգա քաղաքական իշխանության վաղընտրությամբ, ինքը չի կարող այս մարմինների վրա։ Դրա մեջ է մտնում նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ մենք գտնում ենք ինքը պետք է լինի ոչ քաղաքականացված, այլ պրոֆեսիոնալ մարմին։ Դա մեջ է մտնում նույն հեռուստատեսության, ռադիոյի այդ ինչպես է հանձնաժողովը, որտեղ մենք տեսնում ենք ոնց է այսօր ՀՄԿ-ը դարձել գործող ռեժիմի ռոպագանդայի ամենա, չգիտեմ, ինչ որ առումով էլ վարչապետի ընտանեկան հեռուստալիք է վերածել, որ այդ մարմինները իդեպ սա էլ նշենք բոլոր մեր թվարկած ապրում են իմ ու քո մուծած հարկերի հաշվին։ Այսինքն հեռուստարադիո ընկերություն ՀՄԿ-ը, որը այսօր մեր հաշվին ապրող մարմին է, շատ դեպքերում մեր դեմ աշխատանք է իրականացնում։ Այսինքն ինքը դարձել է քարոզչա մեքենա, որպեսզի այդ քարոզչա մեքենան չաշխատի բնակության մի մասի դեմ հանուն մյուս մասի, այլ ընդհակառակը միավորման համերաշխության քարոզող ազգային արժեքներ քարոզող մարմինն ինքը եւս պետք է անկախ լինի։ Ինքը չի կարող ենթարկվի գործող քաղաքական ռեժիմի եւ այլն։ Այսինքն այս մարմինների ղեկավար կազմի նշանակում նույնպես բարձրագույն պալատի կամ հայոց տան գործառույթների կարևորագույն մասներ լինելու, որոնք եւ հաշվետու են լինելու նրա առաջ եւ նշանակվելու են նրանց կողմից եւ սա առանձնացվելու է գործող քաղաքական ինստիտուտներից եւ նրանց գործառույթներից։ Այսպիսով հայոց տունը, երկրորդ պալատը ոչ թե որոշելու է պետության արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, կրթական քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը, անվտանգային քաղաքականությունը, ոչ, այդ բոլոր քաղաքականությունները որոշելու է քաղաքական մեծամասնությունը, այսինքն ներկայացուցիչների պալատը, որը ընտրվում է ժողովրդի կողմից, որովհետև իր նախընտրական ծրագրերում ասում է, ես անվտանգության հարցը այսպես եմ լուծելու, կրթության հարցը այսպես եմ լուծելու, գիտության հարցը, արտաքին քաղաքականությունը եւ այլն եւ այլն։ Ժողովուրդը ընտրում է, կազմվում է քաղաքական մեծամասնություն, քաղաքական մեծամասնությունը կառավարում է երկիրը, բայց որպեսզի պետական իշխանությունը իր կարևոր ֆունկցիաներով դատախազական, քննչական, ընտրական գործընթացների կազմակերպման այդ առումով երբեք ու երբեք չհայտնվի քաղաքական մեծամասնության ազդեցության տակ, մենք ստեղծում ենք պրոֆեսիոնալ համայնքներից ու գործողում ենք հեղինակավոր մարդկանց երկրորդ պալատ, ում հնարավոր չէ թելադրել կամ կարող է 1-ին, 2-ին, 4-ին թելադրեն, բայց բոլորին հնարավոր չէ թելադրել, եւ այդ մարդիկ էլ նշանակում են անկախ պետական կառույցների ղեկավարներին, որոնք որ այլևս ոչ մի կաշկանդվածություն չունեն, երբ որ լինում է հանցագործություն, ապա հանցագործությունը բացահայտելու եւ դրա հետքերով գնալու ուղղությամբ, երբ որ խախտվում է արդարությունը, ապա արդարությունը վերականգնելու իմաստով։ Սա մեր կարևորագույն առաջարկներից մեկն է եւ սա կարծում եմ ամենակարևոր մեր առաջարկներից մեկն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման, որովհետեւ այն վատ վիճակը, որ ունենք արտաքին քաղաքականության մեջ, սոցիալական քաղաքականության մեջ, կրթության մեջ եւ այլն, հենց գալիս է հիմքը նրանից, որ պատասխանատվություն չեն կրում, տապալող, ցախողող, դավաճանող մարդիկ պատասխանատվություն չեն կրում եւ դարձնում են պետությունը իրենց դուքանը։ Մենք այսպիսով պետությունը փորձում ենք զատել, պետական իշխանությունը փորձում ենք զատել քաղաքական իշխանությունից։ Նայեք, օրինակ համար Միացյալ Նահանգներում կամ շատ ժողովրդավարական երկրներում գործող վարչապետի, գործող նախագահի նկատմամբ կարող է հարուցել քրեական գործ։ Իհարկե։ Եվ պաշտոնին նստելը չի ազատում կամ իրավունք չի տալիս հանցանք գործել եւ չի ազատում այդ հանցանքի համար պատասխանատվություն, ինչը Հայաստանում գործում է։ Բոլոր պաշտոնյաները այսօր վերևից ներքև լինելով քաղաքական ոչ թե իշխանության կամ գործող իշխանության ասած մոտիկ մարդիկ, իր ֆավորիտները, իրանք ազատված են պատասխանատվությունից, կարող են գործել ցանկացած հանցագործություն, որը մենք տեսնում ենք սահմանադրության բազմակի
եւ բազմաթիվ խախտումները ոչ մի արձագանք չի գտնում։ Արցախի հանձնումը եւ նվիրումը թուրքերին ոչ մի արձագանք չունեցավ եւ ոչ մի հետևանք չունեցավ։ Մարդիկ նույնիսկ քրեական գործեր չարեցվեցին, չնայած հենց Հայակվեն քանիցս դիմել է եւ ներկայացրել է փաստեր այս գործող ռեժիմի կողմից կազմակերպված քրեական հանցագործությունների մասին։ Իսկ ժողովրդավարական երկրը մենք տեսնում ենք գործող վարչապետի նկատմամբ կարող է հարուցել 1, 2, 3 քրեական գործ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրինակ Բայդենը երբ որ իշխանության էր նախագահն, նույնիսկ իր առանձնատունը ենթարկվեց ստուգման, որովհետեւ այնտեղ գտան ինչ-որ գաղտնի փաստաթղթեր, որը իրավունք չուներ ինքը իր տանը պահելու եւ այլն։ Իսկ մի բան, որը Հայաստանում անհնար է։ Սա էլ բերում է նա, որ Հայաստանում չի ձևավորում ժողովրդավարական համակարգ, այլ ձևավորում է բռնատիրական համակարգ, որտեղ բռնատերը, ասենց ասեմ, ժողովրդավարություն է խաղում։ Ժողովրդավարություն չկա, իսկ կա այդ ժողովրդավարության իմիտացիա։ Շատ շնորհակալություն Արմեն ջան, ես կարծում եմ մենք մեր կարևորագույն առաջարկներից մեկը երկպալատ պարլամենտի գաղափարը եւ ընտրության կարգի մեր առաջարկությունը պարզորոշ ներկայացրեցինք եւ ընթացքը արդեն ցույց կտա մենք եթե մեզ դիտող հայրենակիցները հարցեր կունենան, մանրամասներ կունենան, կարող են գրել մեզ, այցելել մեր գրասենյակ եւ դիտարկումներ կունենան անելու, մենք սիրով պատրաստ ենք այս ամենը քննարկել։ Շատ շնորհակալություն եւս մեկ անգամ, հաջողություն։